Պարոն Ֆիդանյան նաև այս գործի համատեքստում անդրադառնալով այսպես քաղաքական հետապնդումներին, ինչի մասին բարձրաձայնում է ընդդիմությունը, ընդդիմադիր շրջանակները, դուք նախ խնդրեմ խոսեք նաև Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին, երրորդ օրն է հացադուլի։ Այսօր արդեն 4-րդ օրն է։ 4-րդ օրն է։ Ինչ վիճակում է, ինչ է փոխանցել ձեզ եւ նաեւ այս գործին անդրադառնալով երբեք տեսնում այս շղթայի կտրվելը, որ նմանատիպ գործերով մենք բարբերաբար չհանդիպենք դատարանների բակերում։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ սկսեմ քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի շուրջ ստեղծված իրավիճակից, մենք տեսանք, թե դատարանը ինչպիսի ապօրինի որոշում կայացրեց եւ քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյան հենց դատարանի դահլիճում հայտարարեց անժամկետ հացադուլ, այսօր արդեն հացադուլի 4-րդ օրն է եւ ընդհանուր ժամեր առաջ հրապարակվեց նրա ուղերձը, որտեղ նա ջերմ ողջույններ էր հղում բոլորին, հատկապես այն մարդկանց, ովքեր որ անհանգստանում են, ովքեր որ բարձրաձայնում են թե իր թե Վազգեն Սարաթելյանի նկատմամբ տեղի ունեցողը ինքնազգացողությունը ինքը նշել էր, որ բավարար է, ինքը անկոտրում է, չնայած այն բանին, որ երեք մենք տեղեկացանք, որ իրեն տեղափոխել են Պատժախոց, որը որ ըստեյության չլսված բան է, որովհետև Ինչու են տեղափոխել Պատժախոց, ինչ էր արել, հացադուլ հայտարարելու համար։ Գիտեք, այսպիսի գործողությունները ռեժիմի կողմից բնավ զարմանալի չեն, որովհետև մենք գործ ունենք մի իշխանության հետ, որ շարունակաբար փորձ է անում ամեն կերպ ճնշել իր քաղաքական հակառակորդներին եւ այս պարագայում երեկվա տեղի ունեցածը բնավ զարմանալի չէր եւ այս իշխանությունների օրոք, երբ որ մենք խոսում ենք քաղաքական բռնաճնշումների մասին, այսօր մենք օրինակ տեսեք հավաքվել ենք այստեղ հաջողություն հայտնենք Դավիթ Համբարձումյանին, այս ամենը փաստում է այն մասին, որ գործող վարչախումբը ընդհանրապես բացի այն, որ կալանավորում է մեդիա դեմքերին, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սարաթելյան, կալանավորում է իր ընդդիմադիր քաղաքական հակառակորդներին, այս ռեժիմը նաև կալանավորում է այն համայնքապետերին, ովքեր որ չեն ենթարկվում իրեն եւ ունեն հստակ ընդդիմադիր քաղաքական կեցվածք։ Դավիթ Համբարձումյանն է, այս պարագայում նաև Վարդան Ղուկասյանն է եւ ռեժիմը հստակորեն նաև սրանով ցույց է դնում, որ ինքը չի հանդուրժելու անգամ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում գոնե ինչ-որ ազատություններ կամ ժողովրդավարության, այսպես ասած, նշույլներ։ Շնորհակալություն։